Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ անդրադառնալ պարոն Օհանյան ձեր ելույթի մի որոշ դրվագի։ Դուք փորձ կատարեցիք երկու բան անել, նախ ուզում եք ռազմաքաղաքական ղեկավարությանը զատել բանակից, հետո բանակը սարքել զոհ, հետո փորձ կատարեցիք խոսել այն մասին, թե իբր մենք ամեն ինչ բարդում ենք բանակի վրա, 44 օրյայի մենք բանակի վրա չենք բարդում ամեն ինչ, մենք ձեր վրա ենք բարդում, ինչում որ դուք մեղավոր եք։ Ուրեմն դուք հանդիսացել եք այն պաշտպանության նախարարը, ով որ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ մարտի 1-ից հետո ուղեղը մթագնած մի ղեկավարի հրամանով, ով Հայաստանում արտակարգ դրություն էր մտցրել, գրախոսում էր բոլոր թերթերը, կարելի ասել փակվել էին բոլոր թերթերը, միակ նույնիսկ on-line ռեսուրսներն էին փակվել, մարդիկ որպեսզի տեղեկությանը ծանոթանային, իմանային ինչ է կատարում, քանի հոգի է սպանվել ի վերջո հրապարակում, իրենց հարազատներից քանիսն են բանտերում գտնվում, որտեղ հարյուրավորներին տարել եք եւ խմբային դատերի արդյունքում լցրել եք զնդանները, որպեսզի նրանք ազատ խոսքի իրավունք չունենային։ Դուք որպես պաշտպանության նախարար եթերում սպառնում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, դուք բանակի ողնաշարն եք կոտրում այդ օրերին։ Դուք լցրել եք Հայաստանի քաղաքները, պոստերը, այդ գայիների պոստերը, բերել եք ծանր տեխնիկա եք կանգնացրել, դուք 5 հոգի կանգառներում հավաքվող քաղաքացիների վրա կալաշնիկով ավտոմատով զինված մեր ժամկետային զինծառայողներին եք ուղղորդում, որպեսզի նրանց չթողեն 5 հոգով զրուցեն խաղաղ։ Ես այդ ժամանակ մասնակցել եմ բոլոր ցույցերին եւ գործողություններին, ինձ չեք կարող խաբել։ Դուք չեք կարող Հայաստանի Հանրապետության բանակի մասին հոգ տանել, լինելով պաշտպանության նախարար եւ բանակը դնելով այդպիսի քաղաքական ճղճին վիճակում, մեր զինվորներին լցնելով փողոցները։ Դուք չեք կարող դա անել։ Մարտի 1-ից հետո ձեր հայտարարություններն եմ ես հիշում։ Ինչ վերաբերում է բանակը բարդել բանակի վրա, բանակի վրա ոչ մի բան չի բարդում։ Ոչ մեկ բանակի վրա ոչ մի բան չի բարդում։ Այն ռազմաքաղաքական ղեկավարությունը, փով գեներալները, այդ թվում նաև ձեր նախարարության ժամանակված նշանակված, այն թալանչիները, ովքեր բանակի հաշվին հարստացել են, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են Հայաստանում ռազմարտունաբերության տոտալ ջախջախման կամ ընդհանրապես չկայացման համար։ Այդ մարդիկ են այդ մեղավորները, հասկանում եք։ Եվ նրանք այո պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Բայց բոլոր գործերը դրա մասին են, այդ խոսակցությունները դրա մասին են։ Հայաստանի անկախ պատմության մեջ բազմաթիվ հնարավորություններ են կորսվել։ Եվ դուք ավելի լավ դրա մասին խոսեք։ Այնպեսի տպավորություն ոնց որ դուք բոլորովին նոր եկել եք, մեզ դատավոր եք այստեղ հանդես գալիս։ Դուք Արցախում եք եղել ռազմաքաղաքական ղեկավարություն, Հայաստանում եք եղել տասնյակ տարիներ։ Դուք ես վերջերս եք ձեր պաշտոնը կորցրել ընդհանրապես։ Դուք ոչ մի բան համար պատասխանատու չեք։ Այն ժամանակ, երբ որ մի անգամ եմ սրա մասին ասել, ուզում եմ թարմացնեմ, էլի, երբ որ հակառակորդի բանակը ամենաժամանակակից տեխնոլոգիաներով էր զինվում, անօթաչուներով էր զինվում, երբ որ քարորյա պատերազմում բերեցին փորձարկեցին, բայց ժամանակ մենք էինք գոռում, աղաղակում, իհարկե ոչ ուղիղ հանրային եթերներում, բայց այդ ինֆորմացիաները տվել ենք, շփվել ենք, ասել ենք այդ նույն ռազմական գործիչներին, ասել ենք ժողովուրդ ջան, այս մարդիկ բան են պատրաստվում, զգոն եղեք։ Դուք այդտեղ պատասխանատվություն չեք կրում, հիմա եկել եք բան եք անում։ Իրավաբանի դերում փորձում եք պաշտպանել բանակը, ումից եք պաշտպանում հասկանալի չի։ Պարոն Դանիելյանը ասում է, իշխանությունը դուք եք։ Այո, իշխանությունը մենք ենք ստեղծել այս հնարավորությունը եւ պարոն Պողոսյանը եւ պարոն Նահապետյանը այս քաղաքական որոշման արդյունքում է, որ այստեղ իրենց հաղորդումներով են հանդես գալիս, եւ շնորհակալ եմ իհարկե որակյալ հաղորդման ներկայացման համար պարոն Պողոսյանին, սա առաջին անգամն էր, որ մենք ազգային ժողովում նրան լսում էինք եւ ես բարձր եմ գնահատում, թե ընդհանրապես որպես երևույթ այս մեր այս քաղաքական քայլը եւ թե նաեւ պատրաստված զեկույցը, ես կարծում եմ այն բովանդակային էր եւ ի շարունակություն գլխավոր դատախազի զեկույցի շատ համակարգային եւ ամբողջական է դարձնում մեր իրավական
համակարգի առաջընթացը։ Խաղաղ ցույցերից է խոսում պարոն Դանիելյանը, իրեն թվում է, որ այստեղ գոռալով խոսի իր ասածների ճշմարտության են վերածվելու։ Մենք հիշում ենք, որ Երևան քաղաքի կենտրոնում մարդիկ հարձակվում էին հրոսակների նման, հարձակվում էին, մեքենաներ էին կոտրում։ Այդ մարդկանց խաղաղ ցուցարար են ասում, նրանց նկատմամբ քրեական գործերն էլ համարում են քաղաքական հալածանք։ Դա եք համարում խաղաղ ցույցեր, ժողովուրդ ջան, այնպես չի կարելի։ Հետո մի բան էլ էլի, ձեր ցույցերին մարդ չէր գալիս, դա էլ չենք մոռացել։ Ասում եք, բանը, մեքենաները տարել են հատուկ նշանակության հատուկ պահպանվող գոտիներ։ Մարդիկ չէին գալիս ձեր ցույցերին, հենց երկար մեքենաներ էի կանգնացնում ուղղայած ճանապարհների վրա, որ ցույց տակ իբր բողոքի ակցիա է։ Իրավապահներն էլ ինչ են արել, այդ մեքենաները վերցրել են անտիրական շպրտած մեքենաներ, տարել են համապատասխան վայր, հասկանան այդ ինչ մեքենաներ են, որոնք իրենց եկել են ուղղայած կանգնել են, փակել են ճանապարհները։ Ինքնագլդորներով եք փորձում ճանապարհներ փակել, կարող մոռացել ենք։ Քաղաքացիներն էին գալիս ձեր հետ վիճաբանում, բացում ճանապարհները։ Կարծում իրավապահ համակարգը նորմալ է, որ նորմալ քաղաքական նորմալ երթևեկություն է ապահովել, եւ իհարկե, այդպես պիտի լինի, երբ որ մարդիկ ճանապարհներ են փակում, քաղաքական ակցիաներ են փորձում անել առանց քաղաքացիների իհարկե աջակցության, իրանք էլ պետք է պատրաստ լինեն, որ հետևանքներ կրեն։ Այսինքն, այստեղ ինչ զարմանալու բան կա։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ հաղորդման համար եւ համոզված եմ, որ մեր քաղաքական մշակույթի մեջ այս նոր որակը, խոսակցության այս մթնոլորտը ազգային ժողովում իր հետևանքները կունենա եւ թույլ տվեք նաեւ հույս հայտնել, որ հետևողական կլինեք բոլոր այն ժողովրդին հետաքրքրող թե քաղաքական եւ թե նաեւ այդ թվում ապօրինի գույքի հետ վերադարձի, կոռուպցիայի դեմ պայքարի անողոք պայքարի մեր քաղաքական ուղենիշները ձեր մասով համոզմունք հայտնել, որ կկատարեք եւ իհարկե մեր սպասելիքները շատ մեծ են նոր ստեղծված եւ այդ թվում նաեւ գործող ինստիտուցիոնալ համակարգերի աշխատանքի վերաբերյալ։ Շնորհակալություն եւ հաջողություն եմ մաղթում։